Ինչ է զատիկը։ Զատիկ նշանակում է զատել կամ վրայով անցնել։ Այն քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հնագույն եւ գլխավոր տոնն է, 5 տաղավար տոներից մեկը։ Այն սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր էլ նշվող Պասեկ տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի առաջին դարում Երուսաղեմում խաչվել եւ հարություն առել Հիսուս Քրիստոսը։ Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում, այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման եւ մասնավորապես 5 կտակարանում նշվող այն դրվագի, երբ փարավոնը չէր ցանկանում ազատել հրեա ժողովրդին եւ Աստծո կողմից Եգիպտոսի վրա եկան 10 պատիժներ, որոնցից մեկի ժամանակ, երբ Աստծո հրեշտակը պետք է հարվածեր եւ սպաներ Եգիպտոսի բոլոր առաջնեկներին, Աստված Նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից, անդրանիկ զավակների կոտորածից։ Նրանց պատվիրելով, որ Նոխազին մորթեն եւ նրա արյունը քսեն իրենց դռների շեմին, որպիսի Տիրոջ հրեշտակը դա տեսնի եւ նրանց առաջնեկներին չհարվածի։ Հրեաների մոտ տոնի տևողությունը 1 շաբաթ է, որի ընթացքում հրեաները միայն անթթխմոր հաց պետք է ուտեն։ Հետևաբար Զատիկի տոնը հին Հրեաստանում կոչվում էր նաեւ անթթխմոր հացի կամ բաղարջակերած տոն։ Հրեաները առաջին օրը զոհում եւ ուտում են Զատկի գառը։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի, այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի Աստծո գառան կամովին մահվան ընդունման եւ իր արյան հեղման, հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի հենց Հիսուս Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, կյանք եւ հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին հենց այդպես էլ կոչում է, քանզի Քրիստոսը, մեր Զատիկը, մորթվեց։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի դրա նշման օրը փոխվում է։ Քրիստոնյաները այն նշում են ըստ 4-րդ դարի Նիկիայի տիեզերական ժողովում ընդունված կարգի։ Գարնան գիշերավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածի վրա։ Տարբեր քրիստոնեական եկեղեցիներ այն նշում են տարբեր օրերի, ըստ Հուլիան եւ Գրեգորյան օրացույցների։ Քրիստոնյաները ոչ թե տոնում են հրեական Զատկի տոնը, այլ Հիսուս Քրիստոսի մահվան եւ հարության տոնը։ Նրա մահվան տոնը կոչվում է ավագ հինգշաբթի, իսկ հարության տոնը Զատիկ։ Զատիկին նախորդում է ավագ շաբաթը։ Զատիկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի։ Հայ առաքելական եկեղեցում շաբաթ երեկոյան մատուցում է Քրիստոսի հարության ճրագալույսի պատարագը, որով վերջանում է Զատիկին նախորդած 7 շաբաթ տևած մեծ պահքի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ իմեռելոց ավետիսով եւ ստանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի պատասխանը։ Դարերի ընթացքում քրիստոնյա տարբեր ժողովուրդների մոտ առաջացան Զատիկի տոնը տոնելու տարբեր ավանդույթներ։ Օրինակ Հայաստանում Զատիկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ներկված ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ։ Ըստ ավանդության կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար։ Սուրբ Գրիգոր Տաթևացին Զատիկի ձվի մասին ասում է. «Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, եւ ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, դեղնուցն էլ երկիրն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը։ Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը»։ Իսկ օրինակ Եվրոպայում եւ Ամերիկայում Զատիկի խորհրդանիշ է համարվում նապաստակը։ Ըստ ավանդության այն ծագել է Գերմանիայում։ Զատիկի նապաստակը ի սկզբանե խաղացել է դատավորի դեր, որը որոշել է, թե արդյոք երեխաները հնազանդ են եղել Զատիկի ժամանակահատվածի սկզբում, թե ոչ։ Ավանդույթի համաձայն նա իր զամբյուղի մեջ երեխաների տներն էր բերում գունավոր ձվեր եւ կոնֆետներ, երբեմն նաեւ խաղալիքներ։ Ամենատարածված կարծիքը այս ամենի մասին այն է, որ նապաստակի խորհրդանիշը ընդօրինակվել է գերմանական դիցաբանությունից։ 1835 թվականին հանրայդ Գրիմ եղբայրներից Յակոբ Գրիմը իր գերմանական դիցաբանության մասին աշխատության մեջ նշել է. «Զատիկի նապաստակը ինձ համար անհասկանալի է, բայց հավանաբար նապաստակը Օստարայի գարնան աստվածուհու սուրբ կենդանին էր։ Օստարային կամ Իեսթերին վերաբերվող ընդօրինակումները կապված են գարնան եւ գիշերավասարի հետ, քանի որ նա գարնան արշալույսի եւ պտղաբերության աստվածուհին էր համարվում սաքսոնական դիցաբանությունում։ Իսկ օրինակ սլավոնական ազգերի մոտ ընդունված է Զատիկի օրերին պատրաստել Զատիկի տոնական կուլիչը, այսինքն Զատիկի հացը։ Կուլիչը Արտոսի եկեղեցական հացի նմանակն է, դրա ժողովրդական տնային տարբերակը։
Ռուսաստանում Արտոսը եղել է գլանաձև բարձրհաց, որը օրհնվել է Զատիկի առաջին օրը պատարագի ժամանակ եւ բաժանվել հավատացյալներին շաբաթ օրը աղոթքից հետո։ Ըստ ավանդության, կուլիչի վրա ազդեցություն է ունեցել գարնանային ծիսական թխվածքի սլավոնական ավանդույթը։ Զատիկի կուլիչը հանդես է եկել որպես ծիսական հաց, որը սովորաբար թխել են ցանքի աշխատանքների նախօրեին թթված խմորից։ Այդ հացը գյուղացիները օգտագործել են որոշակի ծեսերի համար։ Ինչպես տեսանք, տարբեր ժողովուրդներ Զատիկը նշում են տարբեր ավանդույթների համաձայն։ Շատերը այն տոնում են անգամ չհասկանալով այդ տոնի իմաստը։ Սակայն ցանկացած արժանահավատ եւ ճշմարիտ քրիստոնյա պետք է իմանա եւ գիտակցի այս տոնի կարեւորությունը, որի հիմքը Հիսուս Քրիստոսի քավությունը եւ հարությունն է, որով Հիսուս Քրիստոսը մարդուն իր անգին արյամբ մաքրեց մեղքերից, դառնալով կամուրջ եւ ճանապարհ դեպի հավիտենական կյանքը, որպիսի նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։